այդ խաղաղություն ասվածը դա միակողմանի երթևեկության ճանապարհ չէ։ Եվ երբ որ իշխանությունները այստեղ ասում են խաղաղություն, եկեք հասկանանք, թե ինչ են խաղաղություն ասելիս հասկանում Թուրքիայում եւ Ադրբեջանում։ Մի լուր ընդհանրապես ընթերցենք։ Ուրեմն նոյեմբերի 10-ին Իգդիրում տեղի ունեցել ակցիա, որի շրջանակներում քաղաքացիները պահանջել են փակել Հայաստանի մեծամորի ատոմակայանը, ադրբեջանական Ազերտաշ պետական լրատվական գործակալությունը այս ամեն ինչը լուսաբանել է։ Շատ հետաքրքիր խաղաղության մոդել է, չէ՞ ստացվում։ Այսինքն թուրքերը իրենք իրավունք ունեն իրենց տարածքում ատոմակայան կառուցելու, նույն Ակույու ատոմակայանը, իսկ մեզանից պահանջում են փակել ատոմակայանը։ Իմիջիալից իրենք Ակույու ատոմակայանը կառուցում են Ռոսատոմի հետ եւ այստեղ իրենք շատ լավ հասկանում են, որ Ռոսատոմը այս առումով առաջատարն է եւ առաջատար կազմակերպությանն են դիմում այս հարցը լուծելու համար։ Իրանցիները եւս Ռոսատոմի հետ են համագործակցում, բայց մեզանից պահանջում են ներկայիս ատոմակայանը փակել, որի գործունեության ժամկետը երկարաձգվել էր եւս Ռոսատոմի օգնությամբ, թույլ չեն տալիս նոր լիարժեք ատոմակայան կառուցել, այդ իսկ պատճառով Հայաստանում քննարկվում է մոդուլային ատոմակայան կառուցելու հնարավորությունը, թեպետ Ռոսատոմը առաջարկում է նաեւ փակ ցիկլով ատոմակայան կառուցել։ Սա է խաղաղությունը, որին մեզ տանում են։ Մենք չենք կարող էներգետիկ ոլորտում ինքնաբավ լինենք եւ պահանջում են փակել ատոմակայանը։ Իդեպ այդ պահանջը փակելու վերաբերյալ գալիս է ոչ միայն Ադրբեջանից եւ Թուրքիայից։ Մենք երբ որ ՍԵՊ-ն ստորագրում էինք նախկին իշխանությունները, իրենք եւս վերցրել էին պարտավորություն ԵՄ-ի առջեւ փակել ատոմակայանը։